Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ ենք ստանում, բազմաթիվ դիմումներ այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը, քննչական կոմիտեն եւ ոստիկանությունը շատ դեպքերում անհաղորդ են վերջիններիս խնդիրներին, բացարձակապես քրեական գործեր չեն հարուցվում այն դեպքերի առթիվ, այն որտեղ կան հիմքեր, եւ ցավոք սրտի մենք մեր 2 տարվա գործունեության ընթացքում հանդիպել ենք դեպքերի, երբ որ քրեական գործեր հարուցվում են օդից, պատվերով, չեմ վախենում ասել, եւ բացարձակապես անհիմն։ Մենք եկել ենք մի իրողության ենք հանդիպել, երբ որ իրականում Հայաստանի Հանրապետությունում դատարանները բացարձակապես ազատ են եւ անկախ են, եւ մենք պարզել ենք, թե ինչից են ազատ եւ անկախ են օրենքից։ Այսինքն Հայաստանի Հանրապետության որևէ քրեական օրենսգիրք չի գործում դատարանների համար։ Միևնույն ժամանակ եկել ենք մի իրողության, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ունի հատուկ մեխանիզմներ անհիմն գործեր հարուցելու, այսինքն հնարավոր գործեր չհարուցելու վերաբերյալ, որը ես հիմա կփորձեմ փաստել շատ կարճ։ Դեռ անցյալ տարի դեկտեմբերի 1-ին մենք դիմել ենք քննչական կոմիտեի նախագահ պարոն Աղվան Հովսեփյանին հեռագրով անձնական ընդունելության խնդրանքով, ընդունելությունը չէր վերաբերվում Մարինա Պողոսյանի որևէ հարցերին, այլ վերաբերվում էր այն վիճակագրությանը, փաստահավաքին, որ մենք հավաքել ենք քաղաքացիներից, որոնք շատ դժգոհ են քննչական կոմիտեի գործունեությունից, եւ մենք կարծում ենք, որ ինչ որ լինելով իրավապաշտպան կառույց, մենք եւ քննչական կոմիտեն պետք է լինենք բարիկադների մի կողմում եւ պետք է իրար հետ իրար ձեռք բռնելով պայքարենք խարդախների հետ։ Սակայն գիտեք, այսօր արդեն մի տարին լրանում է մեր տված հեռագրին, որտեղ իդեպ մենք գրել ենք, որ ականատես ենք, որ պարոն Աղվան Հովսեփյանը ղեկավարած կառույցում տիրող ամենաթողությանը, որոշ դեպքերում օրենքի բացահայտ խախտմանը կամ չկիրառմանը, սակայն մեր հեռագիրը որևէ մեկին չհետաքրքրեց, որից հետո մենք մոտավորապես 10 դիմում բողոքներով, հայտարարություններով հանցագործության մասին, քննիչների կողմից կատարված հանցագործությունների մասին, քննիչների ակնհայտ ամենաթողության եւ իրենց պաշտոնական դիրքի չարաշահման մենք նորից դիմել ենք հատուկ քննչական կոմիտե, ինչպես նաեւ դիմել ենք հատուկ քննչական ծառայություն եւ դատախազություն, սակայն համենայն դեպս եթե հարցը վերաբերում է հատուկ քննչական կոմիտեին, ստացել ենք մոտավորապես 10-ից ավելի ոչինչ չարտահայտող պատասխաններ, որի արդյունքում ճիշտ ասած ես ափսոսում եմ թղթերը, որոնք օգտագործվել են Որպեսզի խոսքերս մերկապարանոց չլինի, դիցուք մի գործի, մի քրեական գործի շրջանակներում ես ձեզ ներկայացնեմ գործող մեխանիզմները, ոնց են պատվերով գործեր հարուցում եւ պատվերով ոնց չեն հարուցում կամ ոնց ընդհանրապես չի հարուցում քրեական գործ։ Անցյալ տարի դեռ մայիսի 1-ին կենտրոնի բաժնում հարուցվել էր քրեական գործ, շորթման փաստի առթիվ Գործը դիցուկ հարուցվել էր իմ նկատմամբ իրավապաշտպանի, ելնելով մեր մասնագիտական գործունեությունից, երբ որ մենք բացահայտել ենք խարդախների եւ աշխարհների մի մեծ խումբ, որոնք եղել են նախկին պետական պաշտոնյաներ, որտեղ կան անունով փաստաբաններ, այսինքն դա մի մեծ ֆինանսական բուրգ էր, եւ երևի թե որոշ մարդկանց հարկավոր չէր, որպեսզի նման գործը բացվեր, եւ այդ գործը շեղելու համար պատվերով գործ հարուցվեց։ Պարոն Հովհաննես Երիցյանը նույն գործով ԿՀԴՊՎ վարչությունում տվել էր հաղորդում, ստորագրելով հաղորդման տակ, գրելով, որ իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը Մարինա Պողոսյանը, լինելով ղազախական մաֆիայի անդամ, իրեն շանտաժների է ենթարկել, շորթման փորձեր է արել եւ այլն եւ այլն եւ այլն, մատնանշելով որոշակի անձանց, իդեպ վերջինս զգուշացված է եղել սուտ մատնության համար, թե հաղորդումը տալու պահին, թե հետագայում, երբ որ գործ է հարուցվել ցուցմունքներ տալու պահին։ Եվ պատկերացնում եք քրեական գործ հարուցվում է մի պարագայում, երբ որ նախաքննական մարմինը, որը 10 օր ուներ նյութերը մերժելու կամ նյութերին ծանոթանալու համար, բացառապես բոլոր անձիկ, որոնց մատնանշել է Հովհաննես Երիցյանը իր ազգական բարեկամներ, գործընկերներ, իր խմբի անդամներ, նույնիսկ այդ մարդիկ եկել են եւ միանշանակ տվել են բացատրություն, որ նման դեպքեր չի եղել։ Ցավոք սրտի հակառակ կողմից որևէ մեկը բացատրություն չի տվել, որտեղ որևէ մեկին չէին կանչել, այսինքն նույնիսկ հակասություն չի եղել երկու կողմերի բացատրության մեջ, որը հնարավոր կլիներ պարզել քննության ընթացքում։ Ակնհայտորեն բացատրություններ տալու փուլում պարզ է եղել, որ սա շինծու
մեղադրանք է, բայց քննչական կոմիտեն որոշել է, որ պարտադիր պետք է գործ հարուցի։ Մենք իհարկե ողջունում ենք նման դիրքորոշում, իհարկե թող քրեական գործ հարուցվի եւ պարզվի, բայց լավ կլիներ, եթե չգործեր երկակի ստանդարտների ինստիտուտ քննչական կոմիտեին, որ մի դեպքում հարուցվում է, իսկ հակառակ դեպքում, երբ որ նույն հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվում է, որ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել, մինչև մեր հաղորդում տալը արդեն իսկ կարող էր սուտ մատնության եւ սուտ ցուցմունքների համար պարոն Հովհաննես Երիցյանը պատասխանատվության ենթարկվել եւ քրեական գործ հարուցվել։ Մենք տեսնելով, որ նման արարք չկա եւ ընդհանրապես քննչական կոմիտեի քննիչը չի կարողանում պատշաճ քննություն ապահովի տուժող կամ մեղադրյալ կամ կասկածալ որևէ մեկին ճանաչի, մենք ինքներս ենք նորից հաղորդում տվել հանցագործության մասին, որը շահադիտական նպատակներով սուտ մատնություններ, բայց ի զարմանս մեզ այս դեպքում իհարկե քրեական գործ հարուցվեց, բայց հարուցվեց չակերտներով շատ ձևական, 3 թերթ նույնիսկ քննություն չի կատարվել եւ գործը միանգամից կարճվել է։ Փաստորեն մենք այսօր բազմաթիվ դատական ածանների որոշումներից հետո քննչական կոմիտեի 1 տարուց ավել արհամարանքից հետո, որ ընդհանրապես մեր գրած փաստաթղթերին վերադառնում են անիմաստ ինչ-որ պատասխաններ, մենք եկանք մի եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում սուտ մատնություն հոդվածը մեր երկրի պատկան մարմիններին, իրավապահ մարմիններին պետք է միայն որպես գործիք մարդկանց վրա ճնշում գործադրելու համար։ Այսինքն մեկը կարող է այսօր գալ մեկի մասին տեղեկություններ հայտնել, եւ եթե դա հարմար է քննչական կոմիտեին եւ դատարանին, սուտ մատնություն տեղեկություն տվող անձը կդատապարտվի, իսկ եթե դա ուղղակի պատվերի շրջանակում էր, պետպատվերի շրջանակներում էր, ապա այդ հոդվածը եւ սուտ ցուցմունք հոդվածը ընդհանրապես չեն գործում Հայաստանի Հանրապետությունում։ Սա գիտեք ինչ, սա ոչ թե ցավալի է, սա չգիտեմ ինչ իրողություն է, եւ մենք այս հարցով մինչեւ վերջ պայքարելու ենք, որովհետեւ եթե մենք նայենք քննչական կոմիտեին, ապա պետք է օրենսգրքից անել վաշխառություն, փողերի լվացում, ապօրինի ձեռնարկատիրություն, սուտ ցուցմունք, սուտ մատնություն, բա ի՞նչն են ուզում թողնել, միայն գողությունն ու մարդասպանությունը, հա, ինչի մասին է խոսքը։ Այսինքն օրենքը չի գործում, կամ գործում է ինչ-որ մեկի պատվերով, նման բան չի կարող լինել, հարգելի պարոնայք, մենք ստեղծելու ենք մի երկիր, որտեղ կա օրենքի գերակայություն, ոչ թե ղեկավար անհատների գերակայություն օրենքի նկատմամբ, վստահ եղեք։